Երևանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետև այդ 2022 թվին 35 միլիարդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին։ Հիմա մենք հաջորդ քայլն ենք անում, մի անհանգստացեք։ Այդ շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետև հաջորդ որոշումն ենք մենք հիմա կայացնում 2025 թվականին Երևանից դուրս կգա, հաջորդ փուլով երևի 2027 թվի հունվարի 1-ից մենք այդ համակարգը կփակենք կամ 28 թվի, կփակենք Երևանամերձ մարզերի համար։ Դրանից հետո բաց կպահենք մնացած բոլոր մարզերի համար։ Եվ այս շինարարական բումը Երևանը եւ Երևանամերձ մարզերը հագեցնելով կհասնի ամենահեռավոր բնակավայրերը Հայաստանի Հանրապետության։ Եվ այսօր դրա երևույթները մենք տեսնում ենք Կապանում նորակառույց շենքեր ունենք, այդ թվում մենք պետական ծրագրերով ենք անում աջակցում նաև, որպեսզի գնողունակությունը եւ շուկայում մրցունակությունը բարձրանա։ Մենք անում ենք նաև Մասիսում ունենք նորակառույց բնակարաններ։ Մենք վերջը ես չասեմ, որ որևէ ձևով չսխալվենք, բայց այդ որոշման եղավ։ Հիմի ասում են, ասել եք տեխնոլոգիական, հա, եւ ուրիշ մի ծրագիր։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում դուք նայեք, այդ շինարարություններում ինչ տեխնիկա է օգտագործվում։ Այսօր այդ շինարարություններում օգտագործվում է տեխնիկա, որ 30 տարվա ընթացքում Հայաստանում չի եղել, ինչի շնորհիվ, էլի կառավարության շատ կոնկրետ մի որոշման շնորհիվ, որ մենք տնտեսչական արդիականացում կոչվող ծրագրով բոլոր ընկերությունների կողմից ձեռք բերվող բոլոր տեխնիկաների համար վերցրած վարկերի տոկոսները սուբսիդավորում ենք, զրոյացնում ենք հիմնականում կամ որոշակի, բայց պայման ունենք, ասում ենք, այդ տեխնիկան, որ ձեռք է բերվում, պետք է լինի բացարձականապես նոր, չներողություն, չօգտագործված։ Բանկային համակարգը 2022 թվականին ունեցել է պատմականորեն ամենամեծ շահույթը։ Այդտեղ էլ կապ ունենք մենք, թե չունենք։ Իհարկե ունենք, որովհետև 2018 թվականից Հայաստանի Հանրապետության բանկերը գործում են միայն ու միայն կոմերցիոն տրամաբանության վրա։ 2018 թվականից որևէ մեկը չի կարող ասել, որ որևէ մեկին վարկ է տվել կամ որևէ մեկին վարկ չի տվել, որովհետև կառավարությունից իրան ասել են, որ այս մեկին վարկ տու, այս մեկին վարկ մի տու։ Չի կարող լինել այդպիսի մի դեպք։ Եվ սա մեծացրել է բանկային համակարգի գրավչությունը։ Եվ բանկային համակարգը բառից լավ իմաստով ագրեսիվ զարգացնում է ծառայությունները եւ այդ ծառայությունները դառնում են գրավիչ։ Այդ թվում կառավարության որոշումների քաղաքական դիրքորոշումների կոնտեքստում։ Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ասում է շնորհակալություն, որ չեք խոչընդոտել հոսքերը, որովհետև ներողություն եմ խնդրում, բայց առնվազն եթե ինքը այդպիսի բան ասում է, ուրեմն գիտի, որ նախկինում եղել է հոսքերը խոչընդոտելու ինստիտուտ, թե չէ, կներեք թշնամի կառավարության են չի պետք է շնորհակալություն հայտնի։ Այսինքն գիտի չէ, որ քաղաքական նկատառումները ասել են սա թող գա, սա թող չկա, ես չեմ ասում դուք տենց բան եք արել, ես ասում եմ ասել, ես ասում եմ, ես արձանագրում եմ, արձագանքում եմ ձեր ասածին։ Հաջորդ հարցը, Հայաստանում միշտ հայտարարվել է, որ լողացող փոխարժեք, լողացող փոխարժեք, լողացող փոխարժեք։ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում դրամը իրոք լողացող փոխարժեք ունի եւ կառավարությունը չի միջամտում արտարժույթի եւ դրամի փոխարժեքին։ Ընդ որում ես չեմ ասում նախկինում տենց քարացած լողացող չի եղել։
Եղել է, որ լողացողը եղել 70%-ով, երբեմն 50, երբեմն 60, երբեմն 40, բայց հիմա ընդ որում դա համարվել է տնտեսական զարգացման կարևորագույն գործում։ Եվ կուրսը լողացողը մեր կառավարության անդամներից կեսը գալիս ամեն անգամ ինձ ասում այս կուրսի հետ մի բան պետք է անել, այս կուրսի հետ այն ժամանակ ես ասում եմ, որ կառավարությունը փոխարժեքին կարող է միջամտել միայն այն գործիքների կիրառմամբ, որոնք թույլատրված են պետական կարճաժամկետ կամ այլ պարտատոմսերի թողարկում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա պահում ենք։ Բա կառավարությունը երկիրը ժողովրդը այսօր գիտեք ինչ, եկեք ոչ ընդդիմությանը լսենք, ոչ իշխանությանը լսենք, եկեք լսենք միջազգային հանրությանը, ինչ ասում միջազգային հանրությունը Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի մասին։ Ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Բայց սա գրավչության ամենակարևոր, տնտեսական գրավչության ամենակարևոր պայմաններից է։ Եվ չնայած դուք, պարոն Սուքիասյան, նշեցիք, որ ընդդիմությունը անցյալ տարի հանրահավաքներով խոչընդոտել է տնտեսական զարգացմանը, ես կես կատակ, կես լուրջ ուրիշ բան ասեմ։ Ընդհակառակը, մենք նախորդ տարի նկատում էինք, որ ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել, որովհետև օրինակ մարդիկ կային, ես հումոր չեմ անում, ես լուրջ եմ ասում։ Օրինակ մարդիկ կային, որոնք Հայաստան էին ժամանել որպես զբոսաշրջիկ, այնպիսի երկրներից, որտեղ ցույց ընդհանրապես չի լինում։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, մարդիկ գնում են տեսնեն, այդ ինչ է, այդ ոնց է, նկարվում էին եւ այդպես շարունակ։ Մենք ինչի, որովհետև մեր ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել թե օտարերկրացիներից ինչ շարժա մեր հարազատ ընդդիմության բանում, ճամբարում։ Հետո պարզեցին, որ շատ մարդիկ կան, օրինակ, իրանց երկրում ենթադրենք 30 տարեկան մարդը կյանքում ցույց չի տեսել։ Ոչ մի անգամ։ Առավել եւս տենց վրան գնում էին, նայում էին։ Էդ էլ է կես կատակ, կես լուրջ։ Կոռուպցիայի դեմ պայքարը, բա տնտեսության ինչ գործոն է, բա այնտեղ նստած դրանից առաջ ես ինքս 10 տարի ասել եմ, որ կոռուպցիայի պայմաններում չի կարա տնտեսական զարգացում լինի, բա տնտեսական ազատությունների ինդեքսներում Հայաստանի առաջընթացը ընդդիմությունը կարա չնկատի, նույնիսկ իշխանությունը կարա չնկատի, նույնիսկ հանրությունը կարա չնկատի, բայց ներդրողները ոնց կարան չնկատեն։ Դա նրանց ամեն օր առավոտ վեր են կենում եւ իրենց հետագա անելիքները պլանավորելու համար դիտարկում են, թե ինչ անել։ Տեսեք, շատ խոսվում է նրա մասին, որ ասում են IT ոլորտը եկավ, դե որովհետեւ պատերազմ էր, Ռուսաստան, այո։ Ինչի եկավ Հայաստան։ Հարց չի ծագում, էլ երկիր չկա, բա զուգահեռ քննադատում են եկամտահարկը համահարթ դարձնելու որոշումը, բա որ համահարթ 35%-ից ու 25%-ից 28%-ից եկամտահարկը ու 23%-ից համահարթ չդառնար 21, հետո 20%, բա այդ IT ոլորտի աշխատող գալու էր Հայաստանում էր աշխատելու, գալու էր Հայաստանում աշխատեր 35% եկամտային հարկ վճարեր, թե 28% եկամտային հարկ վճարեր։ Բա այդ որոշումների շնորհիվ է եկել, շնորհիվ են եկել այդ մարդիկ։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Ես պիտի խնդրեմ ժամանակ, ասելիք շատ կա, ժամանակը քիչ է։ Այս շատ լավ տեխնոլոգիա է։ Ընդդիմությունը ասեց, մեր հարազատ խմբակցության պատգամավորներն էլ ասին, հա լավ է, որ վարչապետի անվտանգությունը ուժեղացրել ես, գրում եմ, ասում եմ, այդ ինչ եք ուժ, որովհետև ճիշտն ասած, ես իմ անվտանգությունը տեսնում եմ մեկ պատուհանից, ընդեղից ոչ մի նոր բան չի երևում, ասում եմ, այդ ինչ եք ավելացրել, հարգելի գործընկերներ, ասենք լավ, դուք էլ, ասենք ուզում եք ասեք, որ այսօր իմ անվտանգության վրա ավելի շատ միջոց է ծախսվում, քան Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, դուք այդ որ
եք փողոց ներողություն էլ եկեք իսկապես էլ եթե կարելի է ես ինքս անձամբ տասնյակ անգամներ տեսել եմ որ երբ որ նախկինում կամ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային Մարս շատ հիշում եմ ամեն ծառի տակ մի ոստիկան էր կանգնած սենց մենակ չոր կողքը ոչ մի բան չկար ծառերի տակ անձրևի տակ կուչեկած նույն պրոտոկոլը գործելակարգը այսօրվա պահում մի տարբերությամբ որ այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչեկած են այլ նոր կներեք ժողովրդական լեզվով ասած յուղը վրեն ավտոմեքենաներով, բոլորովին նոր տեխնիկայով, նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը։ Ընդ որում իրանք այդ փողոցում այդ մայրուղու վրա չեն հայտնվում, որովհետև ես գնում եմ որևէ տեղ, նրանք միշտ այդտեղ են ծառայում, 24 ժամ այդտեղ ծառայում են։ Եվ վերջին անգամ երբ եք լսել, որ այդ պարեկային ոստիկանը մեկից 1000 դրամ վերցնի կամ եւ այլն եւ այսպես շարունակ։ Իսկ կներեք, բայց դուք իմ շարժի մասին շատ վատ պատկերացումներ ունեք եւ դա գուցե ինչ որտեղ ուրախալի է։ Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ։ Ինչի դուք կարող եք փողոցում երբևէ 10 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնել, կամ եթե իրանք մտնում են կամ առնվազն Ռոբերտ Քոչարյանը սրճարան հետևից դիակներ էին թողում։ Ինչ եք սադրում անընդհատ, որ մենք այս բաները ասենք։ Հիմա էլ այս ատելության բան է, այդ ակնարկները, որ չգիտեմ, այս ահաբեկչություն, բան Ղարաբաղը տվեք, կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, հա, դրա համար սպանվեց։ Թե կարող դուք եք մեղրին տալիս դրա համար սպանվեց։ Ընդ որում, բայ ոնց եղել հոկտեմբերի 27-ը։ Եղել այն, որ այսեն սրճարաններում, այդ թվում դահլիճում ներկա, որոշ մարդիկ Նայրի Հունանյանների հետ խոսալիս Վազգենն է սաղ պրոբլեմը, այ Վազգենն է, այս երկրում